Պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունները, թե 19-ամյա զինծառայողին դաժան ծեծի են ենթարկել։ Զինծառայող ԱՀ-ն գտնվում է հոսպիտալում, այլ առողջական խնդրով։ Գերատեսչությունը պատրաստակամություն է հայտնել ուղեկցել մարդու իրավունքների պաշտպանին զինվորին տեսակցելու։ Այս պահին, ըստ նախարարության տարածած հայտարարության, ԱՀ-ն գտնվում է հետազոտման փուլում։ Երեկ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Facebook-յան իր էջում տեղեկություններ տարածել, թե իրեն ահազանգել են 19-ամյա զինծառայող ԱՀ-ին դաժան ծեծի ենթարկելու մասին։ Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին, գրել է Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, ամփոփելով Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ ունեցած հեռախոսազրույցը։ Մոսկվան գնալով ավելի մեծ թիվ է պատճառում Ուկրաինայում քաղաքացիական զոհերին եւ նրա ստացած ցանկացած մատակարարում օգնում է սպանել ավելի շատ խաղաղ բնակիչների։ Ուկրաինան պաշտպանվելու իրավունք ունի, գրել է Կալասը։ Այժմ ստեղծվել է լուրջ իրավիճակ, երբ Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ արևմտյան աշխարհը, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍ-ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով Արևմուտքը հայտարարում է, որ լրացուցիչ կմտածի Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսելու ժամկետների մասին եւ շարունակում է պնդել Կիևում նացիստական վարչակարգը պահպանելու անհրաժեշտությունը։ Մեջբերում մեր կենտրոնական ալիքները ցույց են տալիս այն ամենը, ինչ Արևմուտքը մտածում է, եւ երևի սա կարեւոր է, որ բոլորը տեսնեն, հասկանալու համար, որ իրավիճակը կատակ բան չէ։ Նախագահը դա չի թաքցնում։ Մեր դեմ ոտքի է կանգնել քաղաքակիրթ այսպես կոչված ողջ աշխարհը։ Մեջբերման ավարտը։ Դաշնության արտգործնախարարի խոսքով Արևմուտքը Ռուսաստանին վերջնագիր է ներկայացնում Ուկրաինայում կարգավորման պայմանների վերաբերյալ, սակայն Մոսկվան չի զիջել իր արժանապատվությունը։ Ռուսաստանի տվերի մարզում հրդեհի հետևանքով գրեթե ամբողջությամբ այրվել է նկարահանումների համար կառուցված մի ամբողջ արհեստական քաղաք։ Ուկրաինական հարվածների ֆոնին լիազանում այրվել է Վալբերիզի հերթական պահեստը։ Ռուսաստանում պահեստային համալիրների վրա ԱԹՍ-ների մասշտաբային հարձակումներից հետո ընկերությունը սկսել է ազատ տարածքներ փնտրել Ղազախստանում։ Կոմերսանտի տվյալով ընկերությունը պատրաստ է վերցնել հասանելի բոլոր պահեստները։ Արմաթիում ու Աստանայում այժմ ընթանում է նոր լոգիստիկ կենտրոնի կառուցում։ Վալբերիզն արդեն 40 միլիոն ռուբլի փոխհատուցում է վճարել։ Պետդումայում առաջարկել են վարկային արձակուրդ տրամադրել ապրանք կորցրած վաճառողներին։ Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման վերաբերյալ Օմանի առաջարկը։ Reuters-ի հաղորդմամբ այս մասին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ Ավելի վաղ Օմանն առաջարկել էր տարածաշրջանային նոր համաձայնագիր, ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված հակամարտությունը կարգավորելու համար։ Իրանը մերժումը ներկայացրել է, հայտարարելով, որ նախաձեռնությունը որևէ հեռանկար չունի։ Իրանցի պաշտոնյայի խոսքով ԱՄՆ-ն եւ Սաուդյան Արաբիան փորձում են ճնշում գործադրել Օմանի վրա, ստիպելով նրան առաջ մղել Հորմուզի նեղուցի վերաբերյալ իրենց անիրատեսական ծրագրերը։ Պաշտոնյան հավելել է, որ չնայած Թեհրանը Մասկաթին համարում է կարևոր հարևան, Օմանի հետ 50-50 սկզբունքով համատեղ վերահսկողության շուրջ պայմանավորվածությունը չի բխում Իրանի շահերից։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ուկրաինայի արտգործնախարարը իրեն հավաստիացրել է, թե ուկրաինական զինված ուժերի իրանական նավին հասցված հարվածը եղել է ոչ միտումնավոր, եւ Կիևը չի ձգտում իրավիճակի սրմանը։ Միջադեպը տեղի էր ունեցել ռազմական գործողությունների շրջանակում, եւ ուկրաինական անօդաչու սարքերի եւ հրթիռային հարվածի թիրախում եղել են հակառակորդի լոգիստիկ ենթակառուցվածքները։ Իրանական բեռնատար նավի վնասումից հետո Թեհրանը խիստ մտահոգություն է հայտնել միջազգային ջրերում եւ նավահանգիստներում առևտրային նավագնացության անվտանգության վերաբերյալ։ Ուկրաինական կողմը պարզաբանելով իրավիճակը հավաստիացրել է, որ իրանական նավը թիրախավորելու դիտավորություն չի եղել, ինչից հետո երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունները քննարկել են նմանատիպ միջադեպերից հետագայում խուսափելու մեխանիզմները։ Սպիտակ տանը ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այն տևել է մոտ 1 ժամ։ Հանդիպումից հետո Զելենսկին հայտնել է, որ Թրամփի հետ քննարկել են Patriot համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզավորման հարցը, ինչպես նաեւ դիվանագիտական գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը։ Նա շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին անստացան աջակցության համար եւ ցավակցություն հայտնել սենատոր Լինդսի Գրեհեմի մահվան կապակցությամբ։
Զելենսկու հետ հանդիպումից հետո Սպիտակ տուն է ժամանել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի հետ պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ հանդիպելու ԱՄՆ նախագահին։ Սպիտակ տան տվյալներով նրանք քննարկում են Իրանի դեմ պատերազմը, Լիբանանի հետ բանակցությունների առաջընթացը եւ Աբրահամի համաձայնագրերի ընդլայնման ջանքերը։ Միևնույն ժամանակ լարվածությունը պահպանվում է Մերձավոր Արևելքում Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի լոգիստիկայի նախարարությունը հայտարարել է, որ երկրի զենքի արտադրության գծերը ավելի ակտիվ են, քան երբևէ, ինչը հակասում է ամերիկյան կողմի նախկին գնահատականներին։ Բացի այդ, Իրանի զինված ուժերը զգուշացրել են, որ թույլ չեն տա իրանական սառեցված ակտիվները օգտագործող որևէ նավի անցնել Հորմուզի նեղուցով։ Արձագանքելով Թրամփյան հայտարարությանը, թե նավերին հասցված վնասները կվճարվեն ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող իրանական միջոցների հաշվին։ Այս իրադարձությունների ֆոնին շարունակվում է համաշխարհային տնտեսական արձագանքը, մասնավորապես նավթի գների անկումը։ Brent տեսակի նավթի համաշխարհային չափանիշը գրանցել է 2.9% անկում նախորդ օրվա կտրուկ 11.3% անկումից հետո։ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությանը աջակցելու հոդվածով։ Անվտանգության դաշնային ծառայությունը միջազգային հետախուզում է հայտարարել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությանը աջակցելու հոդվածով։ Telegram-ի վարչակազմը չի հեռացրել այն ալիքները, չաթերն ու բոտերը, որոնք ըստ ռուսական հատուկ ծառայությունների օգտագործել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները Ռուսաստանում ահաբեկչական գործողություններ եւ զանգվածային սպանություններ նախապատրաստելու համար։ Ճապոնիայում 7.1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետ ցնցում։ Տուրիստների թիվը կարող է գերազանցել 100-ը, կան զոհեր։ Կումամոտոյի պրեֆեկտուրայում ավերվել են տներ, ճանապարհներ եւ կամուրջներ, գրանցվել են նաեւ հրդեհներ։